Չեմ իմացել, որ դուք սենց դաժան պատմություն եք անցել ժողովուրդ։ Պատկերացնում ես, առավոտյան 10-ին գնում էր, երեկոյան 10-ին վերադառնում էր, ընթացքում սովորում էր Գևորը, շատ դժվար ճանապարհ էինք անցնում։ Վարպետին խնդրել էր, որ վարպետի հաճախորդների գլուխները լվանա ու օրը տա իրան 1000 դրամ, որ կարողանանք մեր տղային, մեծ տղային կաթ գնենք, պամպերս գնենք։ Շատ էին ասում, մանավանդ հարազատները չի ստացվելու, թողես գործը չանի, շատ դժվար ա եղել, ինքը շատ դժվար ճանապարհով անցել, այս ամեն ինչը սկսել ենք նկուղից, բայց փառք Աստծուն, Գևորգի ուժեղ տեսակի համար, որ ինքը չկոտրվեց։ Ուղղակի մի բան եմ հասկացել կյանքում, որ ազնիվ արդար մարդու համար շատ կարևոր է, երբ որ ինքը բիզնեսը սկսում է, ու այդ երկու բանը, որ պետք է ինքը ունենա, ազնիվ լինի, արդար լինի ու աստվածավախ լինի։ Աստված իրան կօրհնի ամեն բիզնեսի մեջ, ինչը որ ինքը նախաձեռնի, ըստ Աստծո կամքի։